Ողջույն։ Այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայից, որի հետ բոլորս առնչվում ենք ամեն օր։ Այսօրվա թեման սահմանների վերանայումն է։ Խոսենք, թե ինչ են ընդհանրապես սահմանները, եւ կանդրադառնանք այն կարևոր հարցերին, որոնք ինքդ քեզ պետք է ուղես քո անձնական սահմանների վերաբերյալ։ Սա վերաբերվում է քո ինքնագիտակցության եւ այն փոքր հետեւողական քայլերին, որոնք կարող ես անել ամեն օր։ Այսօրվա մեր քննարկման առաքելությունն է բացահայտել սահմանների ավելի լայն եւ մի փոքր ավելի նուրբ ընկալումը։ Փոքր եւ հետեւողական քայլերի կիրառմամբ ստեղծել այն արտասովոր կյանքը, որի մասին միշտ երազել ես, բայց թվացել է անհասանելի։ Դե ինչ, արի սկսենք։ Շատերը երբ մտածում են սահմանների մասին, միայն մի բան են հիշում՝ ասել ոչ։ Թվում է չէ, որ ամբողջ սոցիալական հարթակներում, ինքնազարգացման գրքերում խոսվում է հենց մերժելու այդ կարողության մասին։ Ճիշտ է, դա էլ է շատ կարևոր, բայց սահման դնելը միայն ոչ ասելը չէ։ Սահմանների կառավարումը ավելի բազմաշերտ է, որի մասին ոչ ոք չի խոսում։ Դա ոչ միայն պաշտպանվելու մասին է, այլ նաև ակտիվ հաղորդակցության։ Արի սկսենք առաջին կարևոր հարցից։ Արդյոք վերջերս դու կիսվել ես քո զգացմունքներով ուրիշների հետ։ Հիմա կհարցնես, լավ, ինչպես է զգացմունքներով կիսվելը առնչվում սահմանների հետ։ Տրամաբանությունը սա է. երբ մենք անկեղծ կիսվում ենք մեր զգացմունքներով, կլինի դա տխրություն, հիասթափություն, վախ կամ նույնիսկ ուրախություն, ոգևորություն, մենք մարդկանց տեղեկացնում ենք մեր ներքին աշխարհի մասին։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչն է մեզ համար կարևոր, ինչն է մեզ վիրավորում կամ հակառակը, ուրախացնում։ Այսինքն սա կարծես հրահանգ է, թե մարդիկ մեզ հետ ինչպես վարվեն։ Դու սովորեցնում ես նրանց, թե որտեղ են քո զգայուն սահմանները։ Երբ մենք չենք կիսվում, մարդիկ ստիպված են գուշակել ու կարող են անգիտակցաբար հատել մեր սահմանները։ Պարզապես որովհետև տեղյակ չեն, թե որտեղ են դրանք կամ թե որքան զգայուն ենք մենք այդ պահին։ Սա հատկապես ակնհայտ է մտերիմ հարաբերություններում, ընտանիքի անդամների եւ ընկերների շրջապատում։ Օրինակ, եթե զուգընկերները անդադ չեն խոսում իրենց զգացմունքներից եւ այն ամենից, ինչն իրենց անհանգստացնում է տվյալ պահին, թյուրիմացությունները եւ սահմանների խախտումները գրեթե անխուսափելի են դառնում։ Հետաքրքիրն այն է, որ դա վերաբերվում է ոչ միայն բացասական, այլ նաև դրական զգացմունքներին։ Այսինքն հաղորդակցվելով այն մասին, թե ինչն է քեզ ոգևորում, ինչն է քեզ ուրախացնում, դու նաև ուրվագծում ես քո դրական սահմանները, այն թե ինչ ես ուզում ավելի շատ տեսնել քո կյանքում։ Այսպիսով կարող ենք ասել, որ եթե չես բացատրում, թե ինչն է քեզ վիրավորում կամ ուրախացնում, մարդիկ չեն կարող իմանալ։ Սահմանները սկսում են անկեղծությունից։ Երբ դու խոսում ես, դու սովորեցնում ես մարդկանց ինչպես հարաբերություններ կառուցել քեզ հետ, առանց ցավ պատճառելու։ Այդպես զգացմունքների արտահայտումը դառնում է ոչ թե թուլություն, այլ հստակության ու սահմանների հաստատման գործիք։ Խոցելությունը այս դեպքում ուժ է, որը թույլ է տալիս կառուցել ավելի առողջ ու փոխըմբռնող հարաբերություններ։ Այսպիսով ուզում եմ, որ խորհես այն մասին, թե արդյոք դու կիսվում ես քո զգացմունքներով։ Եթե ոչ, ինչպես կարող ես ավելի անկեղծ հաղորդակցվել քո շրջապատի հետ։ Երկրորդ հարցը, որի մասին ուզում եմ խոսել, դա հետադարձ կապն է։ Այս շաբաթ կամ վերջերս տվել ես արդյոք ժամանակին հետադարձ կապ։ Կլինի դա քո հարազատների, քո աշխատավայրում, թե ընկերների հետ փոխհարաբերություններում։ Որովհետև մակերեսային կամ ուշացած հետադարձ կապերը նույնքան անօգուտ են, որքան դրա բացակայությունը։ Շատ անգամ մենք զգում ենք մի բան, բայց չենք ասում։ Արի օրինակով նայենք, հա։ Պատկերացնենք, որ քո ղեկավարը կամ գործընկերը ահռելի մեծ քանակի գործ է քո վրա բարթել, ու եթե լռում ես, գուցե անհարմար ես զգում կամ չես ուզում բարդացնել իրավիճակը, ու հետո գնում բողոքում ես ընկերներիդ, հարազատներին, դա իրականում չի լուծում քո խնդիրը, որովհետև ինֆորմացիան պարզապես չի հասնում այն մարդուն, ով կարող է ինչ-որ մի բան փոխել։
ու եթե նույնիսկ դրա մասին նշում ես որոշ ժամանակ անց, երբ արդեն հյուծված ես, հոգնած ես, դա վիճակը միայն ավելի է խորացնում։ Քանի որ առանց ժամանակին հետադարձ կապի չկա նաև արդյունք։ Եթե դու չես ասում, որ տվյալ ժամկետները ռեալ չեն, կամ որ քո թողունակությունը սպառվել է, դու թույլ ես տալիս, որ քո սահմանները խախտվեն։ Ու սա չի վերաբերվում միայն աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Սա կարող է վերաբերվել նաև աշխատանքի որակին, հարաբերություններում ինչ-որ մի վարքագծի, թիմային աշխատանքը օպտիմալացնելուն, նույնիսկ անձնական հարաբերություններում դինամիկայի բարելավման համար։ Այսինքն առանց ժամանակին անկեղծ հետադարձ կապի մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչպես է իրենց վարքը ազդում ուրիշների վրա, կամ որտեղ կա բարելավելու անհրաժեշտություն։ Եթե չես ասում, մարդիկ ուղղակի չեն կարող իմանալ։ Սահման դնելը նշանակում է հաղորդակցվել, տալ հետադարձ կապ, խոսել անկեղծ ու հստակ։ Առանց հետադարձ կապի չկա բարելավում։ Իսկ առանց բարելավման չկա առողջ սահման։ Հետադարձ կապը այստեղ վերաիմաստավորվում է։ Տհաճ կոնֆլիկտից անցում ենք կատարում ավելի սահմանների հաստատման և պահպանման կենսական գործիքի։ Սա հարց է բարձրացնում մեզնից յուրաքանչյուրի համար։ Ինչքանով ենք մենք պատրաստ տալ այն անհրաժեշտ, երբեմն դժվար, բայց կառուցողական հետադարձ կապը։ Այսպիսով, ուզում եմ մի պահ քեզ հարց տաս։ Ինչքանով ես անկեղծ և ժամանակին տալիս հետադարձ կապ քո հարաբերությունների, աշխատանքի և սեփական կյանքի մեջ առանց վախենալու անկեղծությունից։ Որովհետև հենց այդ բաց և ժամանակին տված հետադարձ կապն է կառուցում վստահություն, հարգանք և նաև առողջ սահմաններ։ Այսպիսով ունենք զգացմունքների արտահայտում, ունենք հետադարձ կապ, սրանք ոնց որ մեր ու ուրիշների միջև սահմաններին էին վերաբերվում։ Բայց սահմանները միայն սրանցով չեն սահմանափակվում։ Ու քանի որ այս մասին շատերը չեն խոսում, ուզում եմ անցնենք մյուս կարևոր հարցին, որը տանում է դեպի ներս։ Արդյոք վերջերս քեզ տվել ես դադար անելու թույլտվություն։ Ու այստեղ խոսքը միայն աշխատանքից ընդմիջում անելու մասին չէ, այլ ընդմիջում աշխատանքից և էկրաններից, սոցիալական հարթակներից, նորություններից, հեռուստացույցից, համակարգչային խաղերից, հեռախոսից, նույնիսկ երբեմն երեխաներից կամ այլ պարտականություններից առանձնանալու կարիքի մասին է։ Սա կարող է լինել նույնիսկ 5 րոպեանոց դադար, մաքուր օդում, առանց հեռախոսի, առանց երաժշտության քայլելու, շնչառական վարժություններ անելով, ինքնախնամք, մարզումներ կամ պարզապես նստել լռության մեջ, միտքը հանգստացնելու համար, Մի օրինակով նայենք, որ նույնիսկ մեքենաների մրցավազքի ժամանակ գոյություն ունի դադար, որը թույլ է տալիս ռեսուրսները թարմացնելու, անվադողերը ստուգելու, վառելիքով լիցքավորելու, վերականգնելու վարորդի ուշադրությունը և շարունակել մրցավազքը նոր ուժով, ավելի կենտրոնացած, հավասարակշռված և արդյունավետ կերպով հասնելու վերջնակծին, Այսինքն ընդմիջումները ոչ թե մեզ համար պարապության նշան է, այլ անհրաժեշտ վերալիցքավորում է, որը թույլ է տալիս պահպանել մեր էներգիան, կենտրոնացումը և ընդհանուր լավ զգալը երկարաժամկետում։ Այսպիսով սա մեզ բերում է ներքին սահմանների գաղափարին։ Այն թե մենք ինչպես ենք վարվում ինքներս մեզ հետ, դա էլ է սահման։ Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ այն թե ինչպես ենք մեզ հետ վարվում, սովորեցնում է նաև ուրիշներին, թե ինչպես վարվել մեզ հետ։ Սահմանելով այն չափանիշը, որով մյուսները ընկալում են մեր արժեքը, հարգանքը և մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի թույլատրելի այդ սահմանները։
Երբեմն մենք անտեսում ենք, չէ, հոգնածության այդ ազդանշանները, երբ մեզ հասցնում ենք հյուծվելու եզրին, մենք իրականում խախտում ենք մեր սեփական ներքին սահմանները։ Ու այդ մշտական ինքնաանտեսումը կարող է ենթագիտակցական մակարդակում հանգեցնել նույնիսկ ինքնաատելության։ Ոնց որ մեր մարմինը ու միտքը մեզ ասի, ինչի ես դու սա ինձ հետ անում, հերիքա, կանգ առ։ Հետևաբար ընդմիջում վերցնելը կլինի դա կարճ կամ երկար ընդմիջում, դառնում է մեր մտքի, մարմնի ու հոգու հանդեպ հարգանքի ու ինքնախնամքի դրսևորումը։ Այն հաստատում է մեր ներքին սահմանը, որ մենք արժանի ենք հանգստի ու նաև վերականգնման։ Սա նաև կապվում է այն մտքի հետ, որ եթե մենք մեր սեփական սահմանները չենք հարգում, դժվար թե կարողանանք հետևողականորեն պահպանել դրանք ուրիշների հետ շփման մեջ։ Այսպիսով ուզում եմ կանգ առնես ու ինքդ քեզ հարց տաս, թե ինչպես կարող ես այսօր ավելի սիրալիր, ավելի գիտակից ու հարգալից վարվել քո սեփական սահմանների հետ, լսելով մարմնիդ, հարգելով զգացմունքներդ ու ընտրելով այն ամենը, ինչ որ իրականում ծառայում է քո ներքին խաղաղությանը։ Հաջորդ ու երևի թե ամենաանսպասելին, որը մարդիկ սովորաբար չեն լսում սահմանների կառուցման շրջանակներում, դա հարցն է այն մասին, թե ինչքանով ես եղել օտանտիկ ու երբ ես ստել։ Արդյոք եղել ես քո ամենաանկեղծ տարբերակը վերջին օրերին կամ ամիսներին։ Հետևել ես քո արժեքներին, քո ստանդարտներին, թե ուրացել ես դրանք։ Ինչու է ճշմարտախոսությունը այդքան կարևոր սահմանների տեսանկյունից, հա։ Ուրեմն ինչքան հաճախ ենք մենք միգուցե անգիտակցաբար խեղաթյուրում այդ իրականությունը, կլինի դա փոքր ստերի կամ տեղեկատվության փոխակերպման միջոցով, որպեսզի մեզ ավելի լավ ներկայացնենք տհաճ իրավիճակներից խուսափելու համար։ Յուրաքանչյուր սուտ, նույնիսկ ամենաաննշան թվացող, խախտում է մեր ներքին սահմանը։ Հիմա բացատրեմ։ Այսինքն այն ներքին սահմանը իրականության ու մեր ներքին ընկալման միջև։ Երբ մենք ստում ենք, մենք պատ ենք ստեղծում մեր իմացածի կամ զգացածի ու մեր ներկայացրած անիրական պատկերի միջև։ Ստելը վերաբերվում է նույնիսկ ամենապարզ բաներին, հա, օրինակ երբ ասում ես լավ եմ, բայց իրականում լավ չես, որպեսզի պարզապես չբացատրես, չէ, այդ անհարմարություն չպատճառելու զգացումը, չէ, ժամանակի ընթացքում դա կարող է բերել իրականությունից կտրվելու զգացողության։ Եթե նայենք նյարդագիտության տեսանկյունից, ճշմարտախոսությունը ուղղակիորեն կապված է մեր ուղեղի ինտեգրացիոն համակարգերի հետ, մասնավորապես նախաճակատային կեղևի և հետին գոտու գործունեության հետ։ Երբ որ մարդը անկեղծ է, այդ հատվածները գործում են ավելի ներդաշնակորեն, պահելով հստակություն, ինքնավստահություն, ինչպես նաև ներքին կայունություն։ Սակայն երբ մարդը ստում է, նույնիսկ փոքր ստերով, ուղեղը ստիպված է միաժամանակ պահել երկու հակասական իրականություն, իրականը ու մտածածինը։ Երբ մարդը ստում է կամ գործում է հակասության մեջ սեփական արժեքների հետ, իր ուղեղի համակարգերը սկսում են հակադիր ազդակներ ուղարկել, առաջացնելով ներքին անզորություն կամ ինքն իրենից կտրված լինելու զգացողություն։ Դա նաև ստեղծում է ներքին նեյրոլոգիական կոնֆլիկտ, որը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, խաթարում է ինսուլայի ու լիմբիկ համակարգի հավասարակշռությունը, առաջացնում է մեղավորության, անհանգստության կամ այդ վախի ենթագիտակցական սենսացիա։ Իսկ երբ մարդը անկեղծ է ու հավատարիմ իր արժեքներին, ցանցը գործում է ավելի ներդաշնակորեն, ձևավորելով ինքնության ամբողջականություն ու ներքին խաղաղություն։ Նյարդագիտորեն ասած, անկեղծ կյանքը պահպանում է ուղեղի համակարգերի և պարասիմպաթիկ նյարդային համակարգի հավասարակշռությունը, որն էլ իր հերթին հանգեցնում է ներքին խաղաղության, կենտրոնացվածության և ամենակարևորը՝ ինքնահարգանքի աճի։
Ուրեմն եզրափակելով կարող ենք ասել, որ չստելու ու ճշմարտությանը հավատարիմ մնալու պրակտիկան ամրապնդում է ինքնաոգեկոչման ներդաշնակությունը եւ ձևավորում է կայուն ներքին սահմաններ։ Հիմա հարց. ինչքանով ես դու ազնիվ ինքդ քեզ հետ եւ ուրիշների հետ։ Ինչքանով ես դու հավատարիմ քո սեփական արժեքներին։ Նույնիսկ այն իրավիճակներում, երբ դա առաջացնում է անհարմարություն այլ մարդկանց մոտ։ Օրինակ վախ, որ նրանք քեզ չեն հասկանա, կամ չեն հավանի, կամ չեն ընդունի, որովհետև հենց այդ պահերին ես բացահայտում քո իրական ներքին ուժը։ Ազնվությունը ինքդ քեզ հետ պահանջում է խիզախություն։ Տեսնելու այն ճշմարտությունը առանց գեղեցկացնելու այն։ Իսկ ուրիշների հետ ազնիվ լինելը պահանջում է հարգանք։ Այսինքն չդիմակավորելու քեզ միայն նրա համար, որ լինես ընդունված։ Երբ դու մնում ես հավատարիմ քո իսկ արժեքներին, նույնիսկ երբ որ դա տհաճ կամ անհարմար մյուսների համար, դու հաստատում ես քո ներքին սահմանները, ասելով ես հարգում եմ ինքս ինձ, այնքան որ չդավաճանեմ իմ ճշմարտությանը։ Հենց այդ պահերին է, որ քո ինքնությունը ամրանում է։ Ու վստահությունը քո ու աշխարհի միջև դառնում է ավելի կայուն։ Փորձելով ամփոփել, այս բոլոր հարցերը, որոնց մասին խոսեցինք, կարելի է ասել, որ եթե երբևէ թվում էր, թե սահմաններ դնելը պարզապես ոչ ասելն է, ապա հուսով եմ այս քննարկումը բացահայտեց, որ դա շատ ավելին է։ Այսօր մենք խոսեցինք զգացմունքներով կիսվելուց, որպես ուրիշներին սովորեցնելու միջոց, խոսեցինք հետադարձ կապ տալուց, որպես հստակության ու բարելավման գործիք, խոսեցինք ընդմիջումներ վերցնելուց, որպես ներքին սահմանների ու ինքնահարգանքի դրսևորում, ու ճշմարտախոսությունից ու օտանտիկությունից, որպես իրականության հետ կապը պահպանելու հիմք։ Ու այս ամենին էլ բնականաբար գումարվում է այդ ոչ ասելու կարողությունը, այսինքն ասել ոչ, երբ ցանկանում ես ասել ոչ։ Այսօրվա մեր խոսակցության հիմնական ուղերձը հետևյալն էր։ Սահմանների հաստատումն ու պահպանումը մեկանգամյա գործողություն չէ։ Դա դինամիկ, շարունակական գործընթաց է, որը պահանջում է մշտական ուշադրություն եւ գիտակցված ջանք։ Այն ներառում է եւ արտաքին փոխազդեցություններ, օրինակ մեր շփումը ուրիշների հետ, զգացմունքների արտահայտում, հետադարձ կապ, ինչպես նաեւ ինքնակառավարում, այսինքն մեր վերաբերմունք ինքներս մեր նկատմամբ, դադար տալու թույլտվություն, օտանտիկություն, ինչպես նաեւ նկատել սեփական վարքը առանց ինքնակննադատության։ Ուզում եմ հիշես, որ սահմանները սկսվում են ինքնագիտակցությունից, անկեղծությունից, զգացմունքների կիսումից, հետադարձ կապ տալուց եւ սեփական ռեսուրսների հարգումից։ Դրանք այն ներքին համաձայնություններն են, որոնցով մենք որոշում ենք, թե ինչպես վերաբերվել ինքներս մեզ եւ ինչն ենք պատրաստ ընդունել մեր կյանքում։ Երբ մենք սովորում ենք այդ սահմանները կառուցել գիտակցաբար, մենք ոչ թե պատեր ենք կառուցում, այլ ստեղծում ենք հստակ տարածք, որտեղ կարող ենք աճել, խաղաղ, հավասարակշռված եւ մնալ հավատարիմ ինքներս մեզ։ Ուզում եմ ամեն շաբաթվա վերջում կանգ առնես ու անկեղծ պատասխանես այս հարցերին։ Ու կտեսնես, թե ինչպես կսկսես ավելի լավ հասկանալ քո սովորությունները եւ ինքնաճանաչման այդ գիտակցումն արդեն իսկ հզոր ուժ է։ Դա թույլ է տալիս քեզ ընտրություն կատարել։ Արդյոք դու ուզում ես շարունակել նույն կերպ, թե կան փոքր փոփոխություններ, որոնք կարող ես անել ավելի ներդաշնակ ու հաջողակ լինելու համար։ Հուսով եմ, որ այս զրույցը օգտակար եղավ եւ մի փոքր քեզ մոտեցրեց քո իրական եսին։ Այն հանգիստ ու հավասարակշռված ու վստահ վիճակին, որտեղ դու գիտես, թե ով ես, ինչ ես ուզում, ինչը չես պատրաստվում ընդունել այլևս քո կյանքում։ Թող այս զրույցը դառնա հիշեցում, որ ամեն մեծ փոփոխություն սկսվում է ինքնաճանաչումից ու քո հանդեպ հարգանքից։ Հետևողական փոքր քայլերն են, որ ստեղծում են մեծ փոփոխություններ։ Այդ իսկ պատճառով ես ստեղծել եմ մի գիրք մատյան, որը կօգնի քեզ ոչ միայն անդրադառնալ ու գծել հստակ սահմաններ, այլ նաև վերածրագրավորել քո միտքն ու առօրյա սովորությունները
ամբողջ տարվա կտրվածքով քո երազած կյանքին հասնելու համար։ Ու եթե պատրաստ ես գնալ ավելի հեռուն, բացահայտել, ամրապնդել ու վերածրագրավորել քո ներքին սահմանները, ապա տարեգիրքը հենց դրա համար է ստեղծված։ Այն քեզ կուղեկցի քայլ առ քայլ դեպի այն կյանքը, որը ներդաշնակ է քո արժեքների և հոգու հետ։ Հղումը կգտնես ներքևում։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիր։ Շարունակիր աճել, սիրել ու լսել ինքդ քեզ։ Մինչ նոր հանդիպում։